Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 17-ից 23-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այս տարօրինակ կարտը։ Ինքը առանձնապես այնքան էլ դրական կարտ չէ, բայց սա կարող է լինել օրինակ կանանց համար, որ մի շաբաթ լինելու է այսպես մեծ, ռուսերեն բառ պետք է ասեմ, շատ ընդունում է ուբորկա։ Այսինքն մեծ լուրջ մաքրություն եք սկսելու տանը, ուզելու եք, չգիտեմ, ցանկանալու եք ձեր տունը այսպես տակից վրա, ոնց որ ասում են, հա, ժողովրդի լեզվով, ուզում եք մաքրել, շատ լուրջ, մեծ մաքրություն եք ուզում անել տանը, հարգելի կանայք, եթե սա վերաբերում է կանանց, միցակ տրամադրություն այդպես է լինելու։ Ձեր տունը, ձեր շուրջ բոլորը, չգիտեմ, մաքրում եք, ինչից եք մաքրում։ Տղամարդկանց համար կարող է լինել մի քիչ ավելի այսպես կոնֆլիկտային, մի քիչ տղամարդիկ կարող է ավելի մի քիչ կարող է ջղայն լինել, այսպես ասեմ։ Տեսնենք անձնական հարաբերություններում ինչպես է։ Չէ, անձնական հարաբերությունում շատ լավ եմ տեսնում եք էլի սիրո կարտը։ Երբ սիրո կարտը բացում է, լրացուցիչ կարտեր չեմ հանի, որտեղ ուզում եմ, որ այսպես է լինի։ Իրականում անձնական հարաբերություններում կարիճների համար մի շաբաթ լինելու է շատ հաջող։ Եվ ընտանեկան, եւ անձնական, եւ ընկերային բոլոր հարաբերություններում իրականում տեսնում եմ բավականին հաջող, ոչ մի խոչընդոտ չկա, բոլորն իրար սիրում են, հարգում են, շատ լավ է։ Աշխատանքը տեսնում եմ տան հետ կապված, տեսնում եք, տուն եմ տեսնում, եւ այդպես կարող է, տանը բավականին մաքրություն կա անելու, չգիտեմ, նոր վերանորոգում եք արել, ինչ եք արել, հարգելի կանայք, բայց միգուցե տղամարդիկ էլ միգուցե վերանորոգում են ուզում անել եւ զբաղված են իրենց տան գործերով, դա իրենց գործը այս շաբաթ, կամ ուզում են տունը վաճառել, մաքրում են, որ վաճառեն, բայց ասում եմ, առաջին մտքովս անցավ, որ ինչ որ մեծ մաքրման գործերով եք զբաղված լինելու։ Տեսնենք, աշխատանքում տունը ինչ էր նշանակում։ Ինչ է նշանակում տունը։ Երբ արևը դուրս է գալիս, էլ չեմ հանում կարտեր, որտեղ ուղղակի արդեն անիմաստ է արևով։ Տեսնում եմ այստեղ խոսակցություններ, տեսնում եմ այստեղ նավակը չէ շարժվում, ինչ որ իմաստուն կին կա, ինչ որ խորհուրդ է տալիս, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, աշխատագործերը, գիտեք, կարող է այդպես էլ լինել, որտեղ տուն եմ տեսնում, տան հետ կապված։ Բանակցություններ եք վարում, միգուցե վաճառում եք ձեր տունը, այդ գործերով եք զբաղված, կամ տան առքու վաճառքով եք զբաղված, գնում եք երևի վերանորոգում եք տունը, հետո վաճառում եք նորից, բայց սա բիզնեսի գործերի հետ էր կապված, ես տուն եմ տեսնում, այդպես կարող եմ ասել, ինչ որ ձեր գործի, չգիտեմ, օֆիսն եք ուրեմն վերանորոգում, միգուցե մաքրում եք, բանակցություններ եք վարում, ուզում եք վաճառել, կարող է լինել, բայց ամեն դեպքում ինչ գործարքել որ լինել տան հետ, հիմնարկության հետ, ձեր գործերի հետ կապված, բանակցությունները վարում եք, մի ինչ որ ժամանակ գործերը առաջ չէին գնում, կար ինչ որ կին, որ մի քիչ ձգձգում էր երևի, շատ լավ է վերջանալու ամեն դեպքում, շատ դժվար կլինի ինձ համար այս բոլորը գլխի ընկնելում դեպքում ինչ կաշխատել, դուք ինքներդ գլխի կընկնեք, հարգելի կարիճներ, ամեն դեպքում արևով տեսնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է վերջանալու։ Եվ իրականում այստեղ վեճեր չեն, երևի կոնֆլիկտներ չեն, ուղղակի մաքրություն է, ինչ որ ձևով, չգիտեմ, ինչն եք մաքրում։ Ֆինանսների հետ տեսնում եմ խաչ։ Տեսնենք խաչ, բարդ կարտ է։ Միակ, այսպես միանշանակ չեմ կարող ասել, կարող է հանկարծակի ինչ որ ծախսեր առաջանան, որ չեք կանխատեսել։ Շատ անսպասելի կարող են ծախսեր առաջանալ։ Այո, կարող եմ ասել, որ շատ այսպես միգուցե անսպասելի, իսկ միգուցե նաև անկանխատեսելի այն առումով, որ դուք այսքան չէիք սպասում միգուցե ծախսերը։
Այսինքն ձեր սպասածից միգուցե ավելին էր ծախսը, որ մի տեսակ ձեզ համար անակնկալ էր, բայց ամեն դեպքում ծախսը շատ լավ բանի համար է, ինչի համար էր որ լինի։ Տեսնում եմ այստեղ արևը, տեսնում եմ այստեղ փոփոխություն է։ Միգուցե, գիտեք, չգիտեմ ինչու տպավորություն է, որ տնից տուն եք տեղափոխվում, որտեղ սա բնակության վայր փոխելու համար է։ Դուք շատ լավ տրամադրության մեջ եք։ Ինչ էլ որ լինեն ծախսերը, ձեր սպասածից ավելին էր։ Ես կորուստներ գումարի չեմ տեսնում, ձեր նպատակներին հասնում եք, փոփոխություն եմ տեսնում, սա գումար է նաև ընկերներ, հարազատներ, չգիտեմ, ինչ էլ որ կապված լինի գումարի հետ, ինչքան էլ անսպասելի մեծ գումարները եթե ծախսվում են կամ գնում են, շատ լավ նպատակի համար են ծախսվում, դուք շատ ուրախ եք դրա համար, իրական ձեր երազանքն է կատարվում, չեք կորցնում, այլ ինչ որ բանի համար ծախսում եք ձեր գումարները, հարգելի կարիճներ։